չի կարող երկրի կառավարությունը եւ առաջի դեմքը վարել արտաքին քաղաքականություն, որը հակառակ է երկրի տնտեսական շահերին։ Երկրի տնտեսական շահերին հակառակ քաղաքականություն է անվանում Հայաստան դաշինքի առաջնորդ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները վտանգելով եվրամերձեցման գործընթացը։ Ես կառաջարկեի, որ իմ ժողովուրդը հետևյալ բան մոդելը մի հատ փորձի պատկերավոր ինչ որ իրեն համար ստեղծել այդ մոդելավորում անել։ Դու փոքր բիզնեսի տեր ես եւ քո բիզնեսը ուղղակի 90%-ով կախված է մի խոշոր բիզնեսի հետ, որը քեզանից մի 50 անգամ ավելի մեծ է։ Ինչ կլինի, եթե փոքր բիզնեսի ղեկավարը գործընկերոջն անընդհատ ասի, որ նոր գործընկեր գտնելուն պես խզելու է կապերը նրա հետ։ Այդ խոշոր բիզնեսի ինչ անելը։ Մի օր ասելու այ մարդ, ես դու ով ես։ Ինքն է խզելու կապերը քո հետ, ասելու գնա ում ուզում ես փնտրի, ես քո համար բան զապասկա չեմ։ Սա է երկրորդ նախագահի պարզեցրած օրինակը, թե ինչ է հիմա կատարվում հայ-ռուսական հարաբերություններում։ Ապրիլի 1-ին Պուտին-Փաշինյան սկանդալային հանդիպման ընթացքում Ռուսաստանի նախագահը ասել էր, որ Մոսկվան հանգիստ է վերաբերում, որ Հայաստանում քննարկվում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցը, բայց հաջորդ նախադասությամբ հիշեցրել էր. Մենք տեսնում ենք, որ Հայաստանում քննարկվում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման հարցը։ Մենք դրան վերաբերվում ենք լիովին հանգիստ։ Հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր փորձում է առավելագույն օգուտ քաղել երրորդ երկրների հետ համագործակցությունից։ Ինչ վերաբերում է Եվրամիությանը, իհարկե, մենք գիտենք, որ երկու միավորումներին անդամակցությունը համատեղելի չէ, սակայն այնինչ մենք այժմ անում ենք, մեր օրակարգը այս պահին համատեղելի է։ Փաշինյանի այս հայտարարությունը կարելի է այսպես հասկանալ. Մենք գնում ենք դեպի Եվրոպա, որը իրատեսական որևէ հիմքեր չունի, բայց գնում ենք դեպի Եվրոպա։ Դուք սպասեք։ Դուք էլ սենց էլ երբ որ հարմար կլինի մեզ համար, այն ժամանակ մենք այդ որոշումը կայացնենք։ Հասկանում ենք, որ համատեղելի չի ԵԱՏՄ-ն եւ Եվրոմիությունը, հասկանում ենք, որ մի պահ դուրս են գալու, բայց դուք դե մնացեք ոնց որ զապասկա եք, էլի։ Այն, որ Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ տնտեսական կապերը վտանգելով եվրոպական ճանապարհն ընտրել, անցած շաբաթ ակնարկել էր նաև խորհրդարանի նախագահը, հայտարարելով, թե Հայաստանը կլքի Եվրասիական տնտեսական միությունը ռուսական գազի գնի բարձրացման դեպքում։ ԵԱՏՄ-ից դուրս գալը սենց ումա ցավացնելու։ ԿՊԱ-ականների տրամաբանությամբ նաև ռուսներին։ Երկրորդ նախագահը թվեր է հրապարակում։ Հայաստանի արտաքին առևտրի 35%-ը պաշտոնական, 35-ից 40%-ը Ռուսաստանն է։ Բայց եթե այդ զուգահեռ էքսպորտ-իմպորտի այդ բաները ամբողջ օպերացիաները, եթե մենք հաշվի առնենք, իրականում մոտարապես 60%-ն է Ռուսաստանը։ Երբ որ Դուբայից ապրանքը գալիս աստես, տեղից գնում է այսպես սանկցիաները շրջանցելու ճանապարհով, իրական պատկերը շատ ավելի ուրիշ է։ Հիմա նայենք, իսկ Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալի մեջ ինչ տոկոս է կազմում Հայաստանը։ Գիտեք ինչ տոկոս է կազմում։ Փոքր։ Ինչ մոտավորապես, ասենց մի հատ լարեք, 2, 3, 4 0.3% եղել 22 թվականին միջև ռուս-ուկրաինական պատերազմը։ Հիմա մոտավորապես 0.5-0.7%։ ԵԱՏՄ-ն լքելու տնտեսական հետևանքը Հայաստանի համար կոլապսը կարող է լինել Հայաստան դաշինքի առաջնորդի գնահատմամբ։ Կարծիքը, թե այլընտրանքը եվրոպական շուկան է դառնալու, իրատեսական չէ։ Մեր ամբողջ գյուղատնտեսությունը, օրինակ դուք գիտեք, քանի տոկոսն է գյուղատնտեսական արտադրանքի գնում Եվրոմիություն։ Ենթադրում 0-ի մոտ թիվ է, այո։ 0-ի մոտ թիվ պետք է լինի։ 0-ի մոտ, ճիշտ է։ 1%-ից ավելի քիչ։ 1%-ից շատ միայն վերամշակվող ապրանքներն են հասնում եվրոպական շուկաներ, 3-ից 5% գինին, դրանից ավելի քիչ կոնյակը։ Ես այս ամենը ուսումնասիրել եմ դեռ 1.5-2 տարի առաջ, մի քանի օր առաջ փորձեցի թարմացնել, բան չի փոխվել։ Մեր երկրի բնակչության 80%-ը այս կամ այն չափով կախվածություն ունի Ռուսաստանի հետ հարաբերություններից, նկատում է Ռոբերտ Քոչարյանը։ Մոտ 200,000 մարդ արտագնյա աշխատանքներ են գնում ամեն տարի Ռուսաստան։ Տարբեր տարիներում 150-ից մինչև 200,000 մարդ, մոտավոր թվեր եմ ասում։ Ռուսաստանում բավական խստացրել են միգրացիոն քաղաքականությունը։ Հիմա դուք պատկերացնեք, այդ մարդիկ չկարողանան գնան աշխատանքներ, ինչ են անելու, Եվրոպա են գնալու։
Արտագնա աշխատանքով տուն պահող հայերից բացի միլիոնավոր մեր հայրենակիցներ այդ երկրում մշտական բնակություն են հաստատել, հիշեցնում է երկրորդ նախագահը։ Ռուսաստանում ավելի քան 2 միլիոն հայ է ապրում։ Եվ ամենամիս մի թիվել ասեմ, ամենամիս 150-ից մոտ 200 միլիոն դոլարի տրանսֆերներ են ուղարկում իր հարազատներին։ Խիք այս ազգը բաժանում նաև նոր բաժանարար գիծ ստեղծում այս ազգի 2 միլիոնի ու Հայաստանում ապրող փաստացի մոտ 2.5-2.7 Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանի խոսքով մարդիկ դժգոհում են, որ Մոսկվայում իրենց մաշկի վրա արդեն զգում են հայ պաշտոնյաների հայտարարությունների հետևանքները։ Մարզային հանդիպումների ընթացքում գիտեք, մեզ տասնյակներով բողոքում են այդ նույն մարդիկ, ովքեր արտագնա աշխատանքի են գնում, որ են հայտարարությունների անպատասխանատու հայտարարություններ, այդ հիբրիդային սպառնալիք եւ այլն, հետևանքը իշխանությունը չի կրում, բայց իրանք ամեն օր կրում են։ Կանգնեցնելուց սկսած, մինչև փաստաթղթերի բարդացում, մինչև վերաբերմունքի փոփոխություն։ Այսինքն պաշտոնյան անում անպատասխանատու հայտարարություն, քաղաքացին դա իրա վրա կրում է։ Մեր երկրում հակառուսական տրամադրություններին զուգահեռ հայկական տրամադրություններ կարող են բորբոքվել Ռուսաստանում, կարծում է Ռոբերտ Քոչարյանը։ Հանրային ընկալման մեջ այն հանգամանքը, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի թշնամիներին, բավական խորն է։ Եվ եթե մարդիկ մտածում են, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունների գեներացիան չի բերում հակահայկական տրամադրությունների գեներացիայի Ռուսաստանում, ճարոճար սխալվում են։ Տնտեսական վտանգները կանխելու ծրագիրն ունի Հայաստան դաշինքը։ Մեծ քաղաքականություն ոդքասթի 4-րդ էպիզոդում վստահեցնում է երկրորդ նախագահը։ Ես համոզված եմ հնարավոր է շատ իսկապես լավ մոդել ունենալ։ Ալբերտ Սերոփյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Պատրաստ է Հայաստանի նկատմամբ